հանցագործները, որոնք քրեական հանցագործ են, նրանք ինչի պետք է իրավունք ունենան քաղաքականությանը միջամտելու։ Դուք ում նկատի ունեք։ Բոլոր նրանք այդ ում դեմ որ քրեական գործ կա, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բայց դեռ դատանի վճիռներ չկան։ չկա, գործը կա։ Դե հա, բայց շատ է լինում, որ գործը լինում է եւ Հենց որ արդարացնեն, այսինքն չեղյալ համարեն դեռ անմեղության կանխավարկած չեք պահում դուք։ քաղաքականության մեջ այդպիսի բան չկա։ Քաղաքականությունը բանավեճի մրցակցության բախման տեղ է։ Ձեզ էլի դատի կտա Սամվել Կարապետյանը։ Ես քանի անգամ եմ դատվել, էլի մի հատ էլ կդատվեմ էլի։ Ինչ են անելու ինձ։ Հենց դա էլ է հետաքրքիր հայկական պետության մեջ, անկախ պետության մեջ ազատ խոսքի համար, այդ բանավեճի համար մարդին դատի են տալիս։ Խայտարակություն է։ Պատկերացնում եք այսպես։ Դե վիրավորել եք ասում դրա համար։ Որ մարդը քրեական բանի ենթարկված բանտում է գտնվում։ Ես ասում եմ բանտում է, ես չեմ ասում դատավճիռ ունի։ Ասում եմ մարդը բանտում է գտնվում։ Ասում եք հանցագործ է։ Բանտում միայն հանցագործներն են։ Լրագրողները տեսախցիկով են պատտվում, իսկ նրանք ձեռնաշղթաներով։ Մարդը բանտում է գտնվում։ Հիմա ինչ ասեմ սանատորիայում է։ Չէ, բայց պարզապես դա խափանման միջոց է։ Խափանման միջոցին ես ասում եմ բան։